Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ողջունում եմ այսօրվա այս հետաքրքիր հանդիպման բոլոր մասնակիցներին եւ մեր շատ սիրելի լրատվամիջոցների գործընկերներին շաբաթօրով այս միջոցառումը լուսաբանելու համար։ Պարոն Շահարմազանով մենք բնականաբար սիրով գիտություն ենք ընդունում ձեր առաջարկը եւ կարեւորելով ոչ միայն մեր հաղթանակի 80-ամյակի նշումը, այլ առհասարակ սրա հետ կապված այն ինստիտուցիոնալ ողջ հիշողությունը, որը մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի պատմության մի կարեւոր հատվածն է կազմում, մենք փորձենք նաեւ խորհրդանում այս թեման եւ խորհրդանի միջոցով առավել լսելի դարձնել նաեւ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամեն ինչ անում են չտեսնելու, չլսելու եւ մոռանալու այն ինչ որ կապված է մեր պապերի, մեր նախնիների եւ մեր ժողովրդի հավաքական հիշողության եւ հաղթանակի հետ։ Ես նաեւ շատ կարեւորում եմ այսպիսի միջոցառումների եւ հավաքների կազմակերպումը հատկապես ուսուցողական տեսանկյունից, որովհետեւ այսօրվա մասնակիցները թեև դեռ հիմնական ելույթները դեռևս չեն եղել, բայց հենց մասնակիցների կազմը ինքնին ցույց է տալիս այս հավաքի կարևորությունը եւ բարձր կշիռը։ Իմ կողմից շատ հարգված մարդիկ են, գիտնականներ են, ուսումնասիրողներ են, որոնք երկար ժամանակ ոչ միայն բարձր են պահել մեր Հայաստանի այս ժողովրդի պատիվը եւ արժանապատվությունը ամենատարբեր հարթակներում, այլ նաեւ հնարավորություն են տվել մեր բազմաթիվ սերունդերին կրթվելու, զարգանալու, սեփական պատմությունը ճանաչելու եւ նաեւ դրա հիման վրա առաջնորդվելու։ Նաեւ շատ կարեւորում եմ այն հանգամանքը, որ դուք հենց ձեր ելույթի սկզբում հիշատակեցիք անվանի մեր մարշալների եւ նաեւ նրանց ծագումնաբանության տեսանկյունից, որովհետեւ շատ ժամանակ կարող է տպավորություն ստանալ, որ Հայաստանում քաղաքական իշխող ուժը մեր պատմությունը ջնջելու կամ սեփական պատկերացումներով խմբագրելու ճանապարհին փորձում է ներկայացնել առհասարակ կամ ջնջել հիշողությունից մարդկային հանգամանքը, որ Արցախ ենք ունեցել, հայկական Արցախ ենք ունեցել, կամ Արցախում փորձում են ջնջել բոլոր այն մարդկանց կենսագրությունները, որոնք հայ ժողովրդին հաղթանակ են պարգևել, պայքարի եւ դիմադրության տարբեր ճակատներում մարտեր են ղեկավարել եւ բնականաբար սա տեղի ունենում այսօրվա այս իրողությունների, ցավոք այդ հասկանալի իրողությունների տրամաբանության ներքո։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, նաեւ այսօրվա հավաքի բոլոր մասնակիցներին, մեր ժողովրդի հաղթանակի մասին եւս մեկ առիթով խոսելուց, որովհետեւ այստեղ հավաքված մարդիկ ամենատարբեր ամբիոնները, խոսափողները, հարթակները մշտապես էլ օգտագործում են այս ամենի մասին խոսելու, բայց այս խորհրդանշական օրը, երբ որ մենք հավաքվել ենք նշելու հայերենական պատերազմում հաղթանակի 80-ամյակը, սա եւս մեկ առիթ է այս ամենի մասին խորհելու եւ մեր ապագայի պլանների հետ այդ դիմադրողականությունը պայքարի մթնոլորտը կապելու համար։ Շնորհակալություն։